Բարևձեզ փաստաբանի ընդունարան հաղորդաշարի հերթական թողարկումն է, որի շրջանակներում կրկին խոսելու ենք փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հնարավորության համար։ Պարոն Սարգսյան, ինչպես գիտենք, կառավարությունը արդեն հավանություն տվեց զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախորդ կառավարության նիստի ընթացքում դա տեղի ունեցավ, նախարար Պապիկյանը ներկայացրեց, գործընկերների մի քանի հարցի ունեն եւ ներկայացրեց նախարար նաեւ փոփոխությունները, որոնք առաջարկել է կառավարությունը, իսկ պատգամավորը Հայկ Սարգսյանը ընդունել այդ փոփոխությունները, ինչ փոփոխությունների մասն են, պարոն Սարգսյան, եւ որքանով կփոխեն սկզբնական նախագծից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Էականորեն նախագիծը փոփոխվել է եւ կարիք կա դրա մասին լրացուցիչ խոսելու, որովհետեւ մեր քաղաքացիների մոտ շատ են հարցականները։ Հիմա 20 միլիոն է, թե 24 միլիոն է, հիմա 1 ամիս է, թե 4 ամիս է, հա, եւ կարճ ժամանակահատվածում կարելի ասել նախագիծը էականորեն փոխվեց, 37 տարեկան է, թե 32 տարեկան է։ Եվ ինչու այդպես։ Այո, մենք բացատրենք, որ ազգային ժողովի պատգամավորը նախաձեռնությամբ է հանդես գալիս, նախագիծ է ներկայացնում եւ դրական եզրակացություն ունենալու համար ինքը նաեւ փոխզիջումների գնալու հնարավորություն ունի, այդպես է կազմավորվում, ձևավորվում օրենսդրությունը, այսինքն կառավարություն եւ ազգային ժողով քննարկում են եւ նախաձեռնողը, պատգամավորը դրական եզրակացություն ստանալու համար նաև կարող է գնալ զիջումների, հա։ Եվ առաջարկներ են, գերատեսչությունից։ Այո։ Եվ սա հենց տիպիկ օրինակ է պատգամավոր եւ կառավարություն համագործակցության։ Եթե պատգամավորը չընդունի կառավարության առաջարկները եւ ունենա բացասական եզրակացություն, նախագիծը ազգային ժողովի կողմից ընդունվելու համար արդեն լրացուցիչ խոչընդոտներ դժվարություններ են։ Հավանականությունը ավելի քիչ կա։ Այո, եւ եթե կառավարությունը չտար դրական եզրակացություն, միգուցե ընդունվեր, միգուցե ոչ, այդ չընդունվելու հավանականությունը ավելի բարձր կներ։ Հիմա երբ որ նաև տվել է կառավարությունը դրական եզրակացություն, կարելի է կանխատեսել, որ նախագիծը ամեն դեպքում կընդունվի։ Ինչ փոփոխություններ ա պարոն Սարգսյան։ Փոփոխությունները կապված են եւ տարիքային շեմի հետ եւ կապված են նաեւ ծառայության ժամկետի եւ վճարման գումարի հետ, էական փոփոխությունները դրանում են կայանում։ Եթե պատգամավորը առաջարկել էր զորակոչային տարիք սահմանել 18-ից 37 տարիքը, հիմա պատգամավորը գնացել է փոխզիջման փոփոխության, քանի որ կառավարությունը կողմ է եղել 32 տարիքը սահմանել, այսինքն մենք այստեղ ունենք 37 տարեկանի փոխարեն 32 տարեկան, 18-ից 32 տարեկանը զորակոչային տարիք։ Հիմա 27-ը դառնում է 32, այսինքն։ Այո, 27-ը դառնում է 32։ Եթե պատգամավորը առաջարկել էր 1 ամիս ծառայելու դիմաց վճար 20 միլիոն դրամ, ապա կառավարության հետ քննարկումների արդյունքում 20 միլիոն դրամը դարձել է 24 միլիոն դրամ։ Եթե պատգամավորը առաջարկում էր 6 ամիս ծառայություն եւ դրա դիմաց 15 միլիոն դրամ վճարում, քննարկումների արդյունքում այդ 6 ամիս ծառայությունը փոխվեց 4 ամիս ծառայության եւ 15 միլիոն դրամը փոխվեց, դարձավ 18 միլիոն դրամ։ Եվ տեսեք, եթե պատգամավորը առաջարկում էր, որ պետական տուրքի մասին օրենքում սահմանել տուրք քաղաքացիությունից հրաժարվելու արական սերի։ Այո, դա եւս ընդգծենք, որտեղ շատ կանայք հարցնում են, ասում են քաղաքացիությունից հրաժարվելը մեր համար է վճարը նման, ասում ենք ոչ, իհարկե ոչ, նման նույնիսկ հարցեր կա, որտեղ նայում են քննարկումները, շատ դեպքերում ուշադիր չեն լինում, դա վերաբերվում է զինապարտներին եւ տղաներին, իհարկե արական սերի ներկայացուցիչներին, որոնց 16-ը դեռ չի լրացել։ Պատգամավորը առաջարկում էր պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարել, լրացում կատարել եւ սահմանել պետական տուրքի գումար 15 միլիոն դրամ։ Եթե բովանդակային առումով գուցե նույն բանն է ստացվում, բայց կառավարությունը էականորեն այլ բան ասեց, եկեք ոչ թե դա պետական տուրքի մասին օրենքում սահմանենք, այլ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում, այնտեղ գրենք, որ արական սերի ներկայացուցիչները հենց ծնվելու ուժով, ծնվելու պահից ունեն 15 միլիոն դրամի պարտավորություն։ Դա մի քիչ ընդունելի չի ինձ համար։ Տեսեք, պետական տուրքի մասին օրենքում դե բոլորս գիտենք, որ տուրքեր կան։ Եթե առաջ դա 1000 դրամ էր կամ 5000 դրամ էր, հիմա միանգամից 15 միլիոն դրամ ընդունելի է, թե ընդունելի չի, բայց իրավական առումով
այդքան վտանգավոր չի։ Իսկ եթե մենք դա սահմանում ենք զինծառայողի կարգավիճակի մասով եւ սահմանում ենք հենց ծնվելու պահից նման պարտավորություն, դա կարծում եմ Այսինքն երբ է անձը ընտրում իր կարգավիճակը, երբ ունի գիտակցություն, չափազանց տարիքից, եւ տեսեք մեր մոտ երկար տարիներ գործում է այն սկզբունքը, որ եթե դու զինվորական հաշվառման կանգնած չես եւ չես ներկայանում զորակոչին, քրեական հետապնդումներ մենք չենք ուչոտ չկա։ Այո, բեզուչոտնիկ են ասում այսպես, էլի, հա, զինկոմիսարիատներում իրանց, այսինքն ովքեր հաշվառված չեն, կցագրված չեն զինկոմիսարիատներում, իրանց նկատմամբ քրեական հետապնդումներ չի իրականացվում, պետությունը գտնում է, թե լավ, դե պարտավորություն չի ստանձնել, մենք էլ իրեն անձնագիր չենք տվել, հա, 16-ից հետո Այսպես ներքին օրենսդրական բացերի շնորհիվ կամ պատճառով ասես ներքին ինչ-որ համաձայնություն է ձևավորվել, մարդիկ չեն ուզում պետության անձնագիրը, չեն ուզում պետության իրավունքները, պետությունը իրանց նկատմամբ հետապնդում չի իրականացնում։ Բայց հիմա փաստորեն ծնված երեխան, ով է նրա կամքը հաշվի առնում, միանգամից 15 միլիոնի պարտավորություն, եւ գիտեք վտանգավոր է։ 15 միլիոնի պարտավորություն շեշտենք, որ հրաժարվելու դիմաց։ Այո, չես հրաժարվում, չունես այդ պարտավորությունը։ Այո, այդպես է։ Ну, ասում են դու 15 միլիոնի պարտք ունես եւ պարտքդ կարա մարվի, եթե դու կանգնես զինվորական հաշվառման։ Գիտեք, առաջին հայացքից թվում է, թե սա պայքարը քաղաքացիությունից հրաժարվելու դեմ, դա առաջին հայացքից միգուցե կյանքը ցույց կտա, բայց ես նաև հակառակ միտումն եմ տեսնում։ Հիմա շատերը կան, որ տղաները դեռ 16 չկան ու ասում են շուտ է 15 միլիոնը վճարենք, որ հետո չընկնենք 24 միլիոնի տակ։ Տեսեք, թվում է թե 15 միլիոնը պետքա զսպի, որ քաղաքացիությունից չհրաժարվեն, բայց այս խոճապ առաջացել, ասում եմ ավելի լավ է ես հիմա 15 միլիոն տամ, քան հետո ես տամ 24 միլիոն։ Բայց պարոն Սարգսյան չէ, որ այդ դեպքում եթե ինքը այլ երկրի քաղաքացիություն պետք է ստանա, դա էլ է ենթադրում ինչ-որ ծախսեր, իհարկե 24 միլիոնն էլ անցնի։ Հա, դա պետքա կշռել, հասկանալ, այսինքն դա զուտ իրավաբանական խնդիր չի, էլի պետքա սփյուռքը լավ հասկանալ, սփյուռքի խնդիրները, էմոցիաները, ապրումները, նպատակները, ու ես գիտեք, կարող ենք մենք բաժանել, սա ումա վերաբերվում, սա վերաբերվում է 27 լրացածներին, եկեք քննարկենք այս պահին 27 լրացածների հոգեվիճակը։ Երբ դիտարկում է 32։ Հա, նայեք, եթե անձի 27 լրացել է եւ ինքը մինչեւ հիմա չի ծառայել, իր հոգեվիճակը գիտեք ինչ ձև է, ես այդքան մարդկանց հետ որ շփվում եմ, իրանք սենց են մտածում, ասում են մենք զրկանքների ենք գնացել, փախել ենք, հա, փախած ենք եղել, առանց անձնագիր ապրել ենք, տարապել ենք, մենք արդեն մեր ստացել ենք, պատժվել ենք, կրթություն չենք ստացել, հայրենիք չենք ունեցել, օտարության մեջ ենք եղել, ծանր ապրումներ ենք ունեցել, ծանր կյանք ենք ունեցել, ծանր զրկումներ ենք ունեցել ու միշտ հավատացել ենք, որ հեսա մեր 27-ը կլրանը ու մենք կներվենք։ Հիմա իրանք այդ հոգեվիճակի Հիմա պետք է եւս 5 տարի այդ զրկանքները կրեն։ Հա, ու իրանք գիտեք ոնց դրական սպասումների մեջ են։ Ինչի, որովհետև ժամանակին եղել է ամեն զորակոչի համար 200,000 դրամ, ամեն բաստողած զորակոչի համար հաշվում են 200,000 դրամ, դա մոտավորապես դնում էր 3,800,000, հետո դրանից հետո դադար, որևէ իրավական կարգավորում չկար համաներում, հետո այդ համաներումից հետո էլի դադար 15 միլիոն դրամ վճարում, որը քննադատվում էր ու շատերը հույս ունեին, որ այս օրենքը չի գործի, կչեղարկեն, այսինքն մի ստվար հատված, հատկապես այդպես դրսում ապրողների իրանք դրական սպասումների մեջ էին։ Հիմա այս օրենքը, որ ընդունվել է, այս օրենքը ունի եւ դրական կողմեր, եւ բացասական կողմեր, բայց իրանք սպասումները չի արդարացվում։ Ու իրանք մոտ ասենց հիասթափություն կա։ Չնայած էլ եմ ասում, օրենքը որևէ բան իրեն ձեռքից չի վերցնում, այսինքն ինչ կար, էլի կա, վատ էր, էլի կա վատ, բայց նաեւ մի հատ պատուհան է բաց թողնում, որը վատ բան չի, մի հատ պատուհան դուք ուզես կօգտվես, չես օգտվի, բայց քանի որ իրանք մոտ երկար ժամանակ դրական սպասումներ ա եղել, հիմա իրանք ասենց հիասթափվել են։ Դա 27-ը լրացածներ են։ Ու կան տղաներ, ընտանիքներ, չասեմ տղաներ, ընտանիքներ, որոնք ունեն 16, 17, 18 տարեկան տղաներ, իրենց մոտ այս օրենքը որոշակի խավի մոտ դրական անկա։ Օրինակ տեսեք, եթե 27 տարին լրացածները իրանք
դրական սպասումներ ունեին, սպասում էին ներում ու չեղավ ու հիասթափված էին, 16-17 տարեկան տղա ունեցող ընտանիքները ներում չէին սպասում։ Ու իրանց համար տարբերակներ ստացա։ Իրանք սպասում էին, որ պետքա գնա 18-ում բանակ, բայց մեկ մի հատ հնարավորություն է բացվում, իրանք շատերը նաև ուրախ են, որովհետև իրենք չէին սպասում դրան։ Իրենք ավելի վատին էին սպասում, պատուհանը բացվում։ Որ նայում ենք Facebook սոցիալական ցանցում այս թեմայի շուրջ քննարկումները հիմնականում քննադատական են, որ սա սոցիալական անարտարություն կբերի, որ աղքատների բանակի կվերածվի եւ այլն։ Ինչպիսին են իրական կյանքում մարդկանց ռեակցիաները, դուք այդ ուղղությամբ շատ եք շփվում, ինչպիսին է մարդկանց ռեակցիան։ Տեսեք, դժվար է հաշվարկել գոհ եւ դժգոհ անձանց, որովհետև հիմնականում դժգոհները արտահայտվում են, բայց նրանք ովքեր որ գոհ են եւ սպասում են, ավելի շշուկով են խոսում, որովհետև դե մի քիչ կաշկանդված են, էլի կան ասել մենք հնարավորություն ունենք, կարող ենք 24 միլիոն մուծել եւ այլն, այսինքն մարդիկ կան, որոնք դրական են նայում, ես չեմ կարող ասել որ թիվն է ավելի մեծ, բայց տեսեք 18 տարին լրացող տղայի համար իրավական տեսանկյունից, հոգեբանական թողնենք մի կողմ, իրավական տեսանկյունից որևէ վատ բան չի կատարվում։ Այսինքն, եթե դու պետք է ծառայիր, էլ գնա ծառայի, ով ասում, որ անպայման պետք է գումարը մուծես։ Իսկ եթե ցանկություն ունես, հնարավորություն ունես, միգուցե ուզում ես, տարբերակ կա։ Այսինքն, երկրորդ պատուհանի բացելը 18, 19, 20 կամ 16 տարեկան, որ արդեն սպասում են այդ խավի համար, բողոքելու տեղ չկա։ Եթե գումարը մեծ է, առաջ ընդհանրապես գումար չկար, պատկերացրավ որ էլի չկա գումար։ Հա, իրավական առումով իրանց կարգավիճակը չի վատանում, լավանում է, իրավական առումով։ Բայց սոցիալական տեսանկյունից, հոգեբանական տեսանկյունից, նույնիսկ տեսեք, բարոյական հոգեբանականը դնենք մի կողմ։ Նու, սենց ասեմ, ես ուզում եմ հասկանամ ժողովրդի որ տոկոսն է պարտքով գնալու դրան, այ վտանգավոր բան կա, էլի։ Օրինակ տեսեք, մենք ունենք ինչ, ունենք աղքատներ, միջին խավ եւ հարուստներ, չէ՞։ Տեսեք, աղքատները ձգտում են դառնալ միջին խավ։ Եվ եթե աղքատը չունի բնակարան եւ կարա այդ ջանքերը, աշխատանքը, այդ միջոցները ուղիվոր բնակարան ձեռք բերի, ասենք հիպոթեկով։ Հա։ Այսինքն աղքատը ձգտում է դառնա միջին խավ, ինքը աշխատում է, պայքարում է, հավաքում է, մեկ էլ իրան ասում են, գիտես ինչ, դու իշ ծախսի տեղեր ունես։ Ինքը կարող է շեղվի, որպեսզի հետո բնակարան գներ, հիպոթեկ ձևավորի ու վարկ վերցնի։ Դուրս է գալիս մենք աղքատ խավին, կարա սրանից օգտվի նաև աղքատ խավը, չի բացառում, որտեղ վարկեր գոյություն են։ Այսինքն աղքատ խավին մենք գցում ենք վարկի տակ, դե լավ կլիներ այդ վարկը լիներ բնակարանի, բայց լինում է զինծառայության վճարի համար, ու ինքը շարունակում է մնալ աղքատ։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք նաև իրավական տեսանկյունից քննադատներին, մարդու իրավունքների պաշտպանը, նախկին պաշտպանը քննադատել են օրենքը, նշելով, որ սա հակասահմանադրական է, որովհետև խտրականություն է իր մեջ պարունակում։ Տեսեք, իրավական առումով հավասարություն, այսինքն ինչ ասում, ասում ով ունի 24 միլիոն դրամ, կարա օգտվի։ Իրավական առումով ինքը հավասար է, բայց ինչ է նշանակում սահմանադրության հետ հակասություն։ Սահմանադրությունն ասում է բոլորը հավասար են օրենքի առաջ, չի ասում բոլորը փաստացի իրար հավասար են։ Տենց բան իրավագիտության մեջ չկա։ Փաստացի հավասարությունը ընդհակառակը դա անարդարություն է, որտեղ մարդիկ տարբեր հմտություններով են օժտված, տարբեր գիտելիքներով, երազանքներով, նպատակներով, պատկերացումներով եւ նաեւ աշխատասիրությամբ, ջանասիրությամբ, այսինքն փաստացի հավասարություն աշխարհում չկա եւ նույնիսկ եթե փորձեն բոլորին փաստացի հավասարեցնել, դա անարդար է, հա։ Իրավական հավասարության մասին է խոսքը։ Իրավական առումով օրենքը չի տարբերակում, չի ասում, եթե դու բանկում ունես 1 միլիոն, կարաս մասնակցես վճարման ծրագրին, հա։ Եթե չունես, կամ չի ասում, եթե դու ունես 3 բնակարան կարաս օգտվես, եթե ունես 1 բնակարան չես կարող։ Այ եթե նման սահմանափակումներ լինի, դա կլինի գույքային խտրականություն։ Բայց այստեղ ինչ ասում, ասում է բոլորը կարան օգտվեն, բոլորը։ Եթե ունես գումար, օգտվի, չունես չէ, ինքը սահմանափակում չի դնում։ Սա սահմանադրությանը չի հակասում։ Սահմանադրությանը մեկ այլ բան է հակասում, որ դրա մասին չեն ասում։ Տեսեք, հիմա օտար երկրացին, որը լրիվ այլ է, օտար է։ Ինքը ստանալով Հայաստանի քաղաքացիություն պարտավորություն ունի 1 տարի ծառայելու, եթե իր երկրում նախկինում 1 տարուց պակաս է ծառայել կամ չի ծառայել, կամ 2.5 միլիոն է վճարել։
այն քաղաքացին, ով որ նոր է ստացել քաղաքացիություն, երկրորդ քաղաքացիություն։ Իսկ մեր բնիկ հայերին, բնիկ քաղաքացիներին ասում են վճարի 15 միլիոն, հիմա ասում են 24 միլիոն։ Այս է խտրական։ Այսինքն բնիկ քաղաքացիների եւ նոր տարածողների միջեւ անհավասար խտրական վերաբերմունք։ Այ դա հակասում է սահմանադրությանը, որ ցավոքսասի դրա մասին չեն խոսում, դա չեն նկատում։ Լավ կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանը նաեւ մենք ժամանակին իրեն դիմում էինք ուղարկել, այսօրվա գործող մարդու իրավունքների պաշտպանին բացատրել էինք։ Դեռևս այսօրվա կարգավորող գործող օրենքով երկու քաղաքացիներ են, մեկը նոր է ստացել, մյուսը ԻԾՆ է։ Ինչի պետք է մեկը վճարի 2.5 միլիոն, մյուսը ազատվի ծառայություն։ Հա, մենք դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, ասում ենք, ստեղ կա սահմանադրության հակասող նորմ, դիմի սահմանադրական դատարան չարեց։ Իսկ հիմա ինքը ասում է, որ հակասություն է տեսնում, էլի, հա։ Նաև ես թույլ տակ ավարտեմ միտքս, այնտեղ որ աղքատների մասին խոսում էի, որ աղքատները չեն կարող դառնալ միջին խավ, որտեղ այսպես մի հատ բեռ է դրվում, նաև վտանգ կա, որ միջին խավը գնելու աղքատության դաշտ իր ունեցած այո, եթե աղքատը պետքա տուն առներ, բայց չի առնում ու մնում է աղքատ, ապա միջին խավը եթե ունի մի հատ բնակարան, գրավադրելու է։ Այո։ Եվ գրավադրելով կարա կորցնի բնակարանը, կարա չկորցնի, բայց այո, չկորցնի, բայց բնականի բարելավում չանի, չգիտեմ, առողջության պահպանման ուղղված ծախսեր չանի, նոր գույք ձեռք բերելու հնարավորությունը սահմանափակի, ինքը քիչ-քիչ միջին խավից ընկնի աղքատ խավ։ Այսինքն մենք միջին խավին դնում ենք վտանգի տակ, որ միջին խավը կդառնա աղքատ խավը չի դա հասնի միջին խավին ու արդյունքում մենք ունենանք ինչ աղքատներ եւ հարուստներ։ Հարուստի համար այդ 24 միլիոն վճարելը շատ թեթև կլինի, շատ հանգիստ կլինի։ Իսկ աղքատ եւ միջին խավի համար սա մեծ փորձություն է դա։ Պարոն Սարգսյան, եւս երկու կետի անդրադառնանք, որ կառավարության նիստի ընթացքում քննարկվեց, օրինակ ֆինանսների նախարարը դիտարկում արեց, ասում է այդ 24 միլիոնը կամ ընդհանրապես այդ գումարի չափը վերապահենք ոչ թե օրենքով ամրագրենք, այլ վերապահենք կառավարությանը, որպեսզի կարողանանք փոփոխություններ ընթացքում անել արագ եւ նորից չգնանք ազգային ժողով։ Նաեւ նախարար Պապիկյանն էլ ասաց, որ ինչ որ քանակ են ֆիքսելու եւ կարող է այդ քանակը որոշվի, չգիտեմ, կամ առաջին որ դիմում է գրել կամ ինչ որ սահմանաչափ սահմանվի, այս սրանց մասին ինչ կասեք։ Տեսեք, իհարկե սրանք ռիսկային են։ Իրենք մտածում են, որ թիվ չսահմանելն է ռիսկային, իրենք մտածում են, ասում են կարող ենք թիվ չսահմանենք ու օրենքը նենց հետևանքներ առաջացնի։ Որ ամբողջ բոլորը դիմեն։ Հա, իրենք այս կողմից են, իրենց տեսանկյունից են ռիսկեր տեսնում, բայց ես որպես քաղաքացի, որպես իրավաբան ուրիշ ռիսկեր եմ տեսնում, եթե դա չկարգավորվի օրենքով։ Հիմա տեսեք, ինչ ասվում, ասվում է ամեն զորակոչ, ու առաջարկն էսպես է, ասում են ամեն զորակոչ հայտարարելուց առաջ կառավարությունը նաև սահմանի այն անձանց թվաքանակը, ովքեր կարող են, անձանց 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի, ովքեր կարող են վճարմամբ կրճատել։ Թվում է, թե կառավարությունը փորձում է ռիսկեր կառավարի, հա, բայց իրականում մտնում է շատ մեծ այդ ռիսկային դաշտ։ Հիմա նայեք, ժողովրդի մոտ ինչքան խառնաշփոթ է առաջանել։ Մարդը ունի 16 տարեկան տղա, ինքը արդեն հաշվարկում է 2 տարվա մեջ այդ 24 միլիոնը հավաքում է, գալիս է ժամանակ ինքը 24 միլիոնը ունի ու մեկ Բայց երբեք չի հասնում։ ու մեկ էլ իրան բացատրում են, որ այս զորակոչով չի լինելու։ Կամ նոր կոռուպցիոն ռիսկեր առաջացնում, որովհետեւ հետո առաջ գցելու համար չգիտեմ։ Ինչ են ասում են մենք սահմանելու ենք թիվ, հետո եթե այսինքն ցանկացողները շատ կլինեն, կորոշենք առաջնահերթություններ, այսինքն կլինի վիճակահանություն կամ կլինի, առաջնահերթություններ, դա կոռուպցիոն ռիսկ կպարունակի իրար մեջ, այսինքն մարդիկ լարված կլինեն, իմ հնարավորությունը այս զորակոչին կլինի թե չի լինի, ու հավաքեն այդ 24 միլիոնը 1-2 տարի կամ գնան բանկում վարկ ձևակերպեն ու պարզի որ չի իրանց վրա չի տարածվում, հա։ Այս դեպքում էլ իրանք նայում են տեսնում են, վայ, այս մեկի վրա տարածվեց, ին վրա չտարածեց, հաստատ նրանք զինկոմիսարիատում հարց փող են ծել։ Նույնիսկ եթե փողեր չեն տվել, կմտածի, կասի, ահա մի բան արել են։ Սա ինքը բերելու է դժգոհության, անվստահության, այո, անվստահության եւ նաեւ սա գայթակղելու է զինկոմիսարիատի աշխատողներին, գայթակղելու է, իրենք փորձելու են մտերիմներին խոստումներ տալ, շատ վտանգավոր բան է։ Այսինքն կառավարությունը պետք է օրենքը գործողության մեջ դնելուց առաջ վստահ լինի, որ ճիշտ ճանապարհով է գնում, չասի մենք ստեղ ռիսկեր ունենք, չգիտենք ինչ կլինի,
Ընթացքում։ Ընթացքում կարգավորել։ Եվ վերջում պարոն Սարգսյան Արարատ Միրզոյանի առաջարկներ, նա ասում է հասկանում ենք, որ այդ գումարները, որոնք վճարվելու են, այն սկզբունքով են, որ այդ գումարով հնարավոր է երկու պայմանագրայինի 5 տարի ժամկետով աշխատավարձ տալ, հետո էլ 5 միլիոն դրամ այդ գումարը տալ, օրինակ պաշտպան հայրենասեր թե երկու ծրագիրը։ Հիմա ասում է բերեք ֆիքսենք, որ այս գումարները ոչ թե գնալու են պետ բյուջե եւ բաշխվեն տարբեր ուղղություններով, այլ հենց ֆիքսենք, որ այս գումարները կարելի է ծախսել միայն եւ միայն պայմանագրային զինծառայողների կարիքները հոգալու համար։ Սա հնարավոր է արդյոք անել այսպիսի մեխանիզմ։ Տեսեք, մոտեցում ինձ համար ընդունելի է, որովհետեւ գումարը, որը վճարվում է նպատակային եւ ինքը թող չմտնի ընդհանուր մուտքերի մեջ։ Իհարկե, նույնիսկ դա ընդհանուր մուտքերի մեջ մտցնելը շատ վտանգավոր է։ Հետո կմեղադրենք, ասեն, մենք գումարները վճարում ենք, բայց չգիտեմ, օրինակ վարչապետը կամ նախագահը, վարչապետը կամ նախագահը, չգիտեմ, սեփական կարիքների, իրենց, չգիտեմ, ուղևորությունների կամ տարբեր այլ միջոցառումների, ճամփորդությունների վրա նման շահարկումներ որ չլինի, բնականաբար այդ գումարը պետք է հատուկ հաշվի համարին հավաքվի պաշտպանության նախարարության եւ ուղղվի հատուկ այդ ծրագրերի համար։ Այսինքն մեխանիզմը հնարավոր է։ Այո, եւ լավ կլինի, որ այդ մեխանիզմը որ լինի ոչ թե կառավարության որոշումով, այլ լինի օրենքով։ Օրենքով հստակ ամրագրվի։ Կառավարությունները փոփոխական են, օրենքն է հիմնական, նույնիսկ օրենքներ այսօր շատ հաճախ փոփոխվում է։ Մեր նման երկրներում, մեր տիպի երկրներում հաճախ օրենքները փոխվում են, բայց այլ եվրոպական ավելի կայուն զարգացած պետություններում օրենսդրական փոփոխությունները դրանք շատ հազվադեպ են։ Եվ վերջում պարոն Սարգսյան շատ տարածված քննադատությունը կամ առաջարկ ավելի ճիշտ։ Ասում են գոնե, եթե այդպիսի այդ հիմքով գումար վճարելու հիմքով ազատվում են զինվորական ծառայությունից ըստ էության, ամրագրվի օրենքով նաև, որ այդ մարդիկ այլևս երբեք իրենց կյանքի ընթացքում չեն կարողանա բարձր պաշտոններ զբաղեցնել։ Սա հնարավոր է եւ արդյոք հակասահմանական չի լինի, եթե այս մոտեցումը ընդունվի։ Դա ճիշտ մոտեցում չէ։ Տեսեք, ինչ է նշանակում, եթե չես ծառայել, ապա բարձր պաշտոն չես կարող զբաղեցնել։ Համաձայն չէ։ Ինքը մեկա ծառայել է, 1 ամիս ծառայել է, սկսենք դրանից, եւ նաեւ ծառայության դիմաց այնքան է վճարել, որ երկու պայմանագրային զինծառայող իր փոխարեն։ Այո, ամեն դեպքում ինքը ներդրում է ունեցել, որ պետությունը իր անվտանգությանը, այո, եւ տեսեք, բարձր պաշտոնները դրանք նվեր չէ։ Այսինքն այնպես չի, որ դու եկար պետությանը մի հատ բան տվիր, դրա փոխարեն մի բան ստացար։ Բարձր պաշտոնները նվեր չեն, դրանք մեծ պատասխանատվություն են, մեծ հոգս են։ Եվ այդ մեծ պատասխանատվությունը, մեծ հոգսը պետք է դնել նրանց վրա, ովքեր կարող են դա կրել։ Այո, կոմպետենտ են, պրոֆեսիոնալ են եւ կարող են կրել իրենց բարոյահոգեբանական արժեհամակարգով, պրոֆեսիոնալ արժեհամակարգով վստահելի են եւ այլն։ Դա նվեր չի, որ գիտես, դու պետության առաջ, չգիտեմ, գնացիր, կռվեցիր, հայրենիք պաշտպանեցիր, եկար, մենք հատուցում ենք տալի, չէ, քո զրկանքների համար կամ վիրավորվեցիր, արի քեզ պաշտոն տանք, որ դու քեզ լավ զգաս, ասես թե վիրավորվեցի, բայց պետությունը ինձ պաշտոն է։ Չէ, պաշտոնը դա նվեր չի, դա հատուցման միջոց չի, դա ծանր հոգս է, ծանր պատասխանատվություն է։ Նաև հակասահմանական չի լինի։ Իհարկե։ Նորմալ։ Այո, հենց դա տիպիկ հակասահմանադրական նորմ կարա լինի, այսինքն խտրական մոտեցում, ծառայեք, ոչ ծառայեք։ Օրինակ տեսեք, մենք ոստիկանությունում կամ ազգային անվտանգությունում աշխատանքի ընդունելը երևի մնացել են այդ երկու հիմնարկները, որտեղ պարտադիր ծառայությունը մնացած դեպքերում, եթե դու օրենքով սահմանված կարգով ազատված ես, խնդիր չկա։ Քննչական կոմիտեում, դատախազությունում, դատարաններում, քաղաքծառայության համակարգում, հանրային ծառայության ամբողջ համակարգում, եթե դու օրենքով սահմանված կարգով ազատված ես, պաշտոն զբաղեցնելը խնդրեմ չի։ Ուժային ազգային անվտանգություն ու ոստիկանությունն է մնացել, որտեղ պահանջում է, դա սպეციფიկ ոլորտ է, որտեղ ոստիկանությունում դե եթե դու հիվանդություն ունես, բնականաբար այնտեղ դժվար կլինի նաև ազգային անվտանգությունում։ Չնայած ոստիկանությունում կարող ես աշխատել, բայց եթե քո աշխատանքը ֆիզիկական ուժի հետ չի կապված, ադմինիստրատիվ գործունեություն իրականացնում։ Դա էլ պետք է ինչ-որտեղ վերացնել։ Նույն այդ ոստիկանության համակարգում կան նաև պաշտպանության նախարարություն, տեսեք, հիմա ստեղծել են նաև քաղաքծառայողների համակարգ, այդ համակարգում կարող ես, եթե նույնիսկ ծառայած չես։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցեցինք փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ, տեսություն կհանդիպենք։